Ես դեռևս հավատացած եմ, որ այդ մետրոյի կայանը չի լուծելու Երևանի տրանսպորտի խնդիրը։ Ավելին, այդ մետրոյի կայանը կառուցվում է սխալ ձևով, ասեմ ինչի։ Մետրոյի կայարաններ ունեն սպասարկման շարավիղներ եւ այն ժամանակ հենց որ Երևանի գլխավոր հատակագիծները մշակում, հետո մշակում է Աջափնյակ համայնքի, այն ժամանակ համայնքների գոտեվորման նախագիծը, որին ես մասնակցել եմ, Աջափնյակի մետրոն նախադեсված է ուրեմն շինարարներ եւ Աբելյան փողոցների հատման կետում, այսինքն թաղամասի մեջտեղում, որպես կանոն ավելի շատ բնակիչ ծածկեր։ Քանի որ վերջի 4-5 տարիներին այդ բոլոր հատվածը, որտեղ մետրոյի կայարանը պիտի լիներ եւ մետրոն վերևից պիտի փորվեր, կառուցապատվել է, հիմա մետրոն կառուցվում է Հրազդան ձորի ափին։ Թումոյի հարևանությամբ համայնքային թե պետական հողի վրա։ Դա ի սկզբանե տեխնիկատնտեսապես հիմնավորված չի այս կայարանի կառուցումը։ Դա չպետք է կառուցվի եւ ես կարծում եմ, որ Երևանի ամբողջ տրանսպորտի տրամաբանությունը պետքա վերանայվի, որովհետեւ այս բան իբրտես բարեփոխումները որ արվել են, մի քանի հետաքրքիր տվյալ ասեմ։ Այս բարեփոխման պլանը, այսպես ասած, կամ ծրագիրը մշակվել է 2017-18 թվականներին մեկ անգլիական ընկերության կողմից, որի համար հիմքածայել 2015 թվականին հավաքագրված տվյալները։ Այսինքն այսօր Երևանի քաղաքապետարանը հսկայական միջոցներ է ծախսում Երևան անում է տրանսպորտի ռեֆորմ 2015 թվականի հավաքագրված տվյալների հիման վրա, որը նշանակում է, որ մենք 10 տարվա վաղեմության տվյալի վրա անում ենք ռեֆորմներ տրանսպորտի ոլորտում, այն դեպքում, որ Երևանում Հայաստանում մեքենաների քանակը կրկնապատկվել է վերջի 10 տարվա ընթացքում, այսինքն բոլորին այլ տրամաբանություն պետք է լիներ այս ամեն ինչում։